Հայազգը ոչինչ չի շահում վարչապետ ընտրված անձի արկածախնդիր, անհեռատես, խայտառակ ու լկտի պահվածքից, արդյունքում միայն կորցնում ենք, կորցրեցինք Արցախը, մեր երիտասարդ սերնդին հարյուրավոր եկեղեցիներ, վանքեր, դարձանք պարտված, կոտրված, նվաստացած ու վշտացած ազգ։ Հայազգի երբեմնի պատվախնդրությունը խայտառակ ղեկավարի ձեռքերում զրոյացվեց, մենք ամբողջ աշխարհի առաջ ամոթով մնացինք, ունենալով մեկին, որը զուտ զբաղվում է ֆեյսբուքյան հայհոյախոսությամբ, չնայած որ ներկա իշխանության ներկայացուցիչները գոռում-գոչում են շինծու ահաբեկչության մասին, բայց սրանից մեծ ահաբեկչություն հնարավոր չէ պատկերացնել, անհնար է պատկերացնել հայ մարդու, ով հարձակվում է իր եկեղեցու, մայրաթոռի վրա և հպարտանում դրա համար, կեղծ և հորինված գրառումներ կատարում։ Ցավոք սա խարան է, որ էլ չենք կարող ջնջել։ Ի վերջո չմոռանանք Սուրբ Հովհաննես Օզնեցու 19-րդ կանոնը, ով հայրապետին կամ եպիսկոպոսին անարգի, պախարակի կամ դատի առանց եկեղեցու ժողովի գիտության, թող լինի անիծյալ ու հեռացված եկեղեցուց։ Եթե նույնիսկ ցմա բանդարգեին, էլի եկեղեցին հաղթելու։ Ես բանդում ավելի ազատ կլինեմ, քան իրենք ազատ կյանք ունենան։